Ես Արթուր Վարդանյանն եմ, բոլոր տաքսու վարորդները ինձ ճանաչում են որպես Արտաքսի Արմենիա, նաև իմ սայթ ունեմ TikTok հարթակով Արտաքսի Արմենիա, բոլոր վարորդներս գրանցված են կնդե, մեկս մեկով տեղյակ են կլնում ինչա կատարվում տաքսու ոլորտին։ Ուրեմն այսօր ստորագրահավաք ենք անում, երեք եկել եք, չէ՞ դուք։ Եկել եք, երեք բոլորս հավաքվել ենք ստե, ով որ այսօր չի ստորագրել, իրանք են գալիս, մոտենում են, ստորագրում են, մարդիկ գործեր ունեն, գնում են, ոմանք մնում են, այսինքն, այսօր ստորագրահավաք է, ուղղակի ստորագրահավաք, ընդդեմ օնլայն տաքսիների, այդքանը, այսօրվա։ Իսկ մոտավոր այս պահին քանի ստորագրություն կա երեկվանից մինչ այժմ։ 600 ստորագրահավաք կա, 600 հոգի ստորագրահավաք։ Իսկ այժմ հիմա չգիտեմ, հեսա քաշվենք, մոտորապես սենց նայում եմ 40 հոգի է հիմա կա, 640։ Այսօր արդեն 40 հոգի։ Հա, են թուղթն է։ Իսկ ինչքան ժամանակ եք նախատեսում ստորագրահավաքը իրականացնում։ Մինչև Կիրակի օրը։ Մինչև Կիրակի օրը, Կիրակի օրն է հավաք ենք ունենալու Դալմայի հարևանությամբ։ Թող բոլորը տեղյակ լինեն, բոլոր վարորդները։ Կիրակի օրը միանում ենք հավաքին Դալմայի հարևանությամբ, հետևի ստայանք են, որ չխանգարենք ոչ մեկին, խոչընդոտ չլինեն ու մեր պայքարը արդար է, մեր աշխատանքի համար ենք մենք պայքարում։ Երեկվանից մինչ այժմ որևէ արձագանք ստացել եք։ Հենա, լսարանը տեսած կլինենք եւ Կառավարությունից, նույն օնլայն տաքսի կառավարությունից արդեն օնլայն տարբերակով են նրանք արտահայտվում, որ ուզում ենք միանանք բանկերին, խոսանք, ինչ-որ բաներ կա, արձագանքներ կան, բայց այն չի, մեր սպասվածը այն չի։ Մենք ուզում ենք, որ 10% ըլնի, օբշի օնլայն տաքսի ծառայությունները 10%, մեկ է, որ մեզի պետական գրանց են, մենք հիմա պետությանը փող ենք տալիս 5%, մեզանից սպանում են, բայց ոչ միտեղ գրանցված չենք։ Ոչ մի վարորդ այսօր չի կարող գնա ապառիկով թուղթ գրվի կամ թոշակի վրա չի ազդում ստաժը, բայց մենք արդեն 3 տարի է պետությանը հարկ ենք տալիս։ Ու չգիտենք ինչի համար ենք հարկ տալիս։ Ու վարորդն է այնպես գործողություն անում, աշխատում աշխատանքը, վտանգավոր գործ անում։ Մենք վարորդ ունենք, այժմ հիվանդանոցում պարկացավ ոտը ջարդվել է ու ավտոն եկել է խփել է, դաժե ինքը չի մեղավոր։ Հիմա այդ մարդը մի ամիս ոչ կարա աշխատի, ավտո կարա քշի ու բժշկական հոգսերը ոչ մեկ չի փակում, բայց ինքը հարկ էր տալիս, 5% ինքը հարկ էր տալիս, հիմա ով չի բժշկական ապահովագրություն չունենք, ոնց է ուրիշ տեղեր, որ մարդիկ աշխատում են բժշկական ապահովագրություն ունեն, չէ, բախի մենք չունենանք, մենք մուծում ենք, 3 տարի է մենք պետությանը հարկ ենք տալիս ու ոչ միտեղ դրանցված չենք ու բացի այդ վարորդները հիմա նայ մենք գազ ենք լցնում գազը խոսքի գազի աշխատողները հարկ են չէ տալիս մենք էլի ամեն մաս պագրիշկա ենք առնում էլի որ ասեմ սաղ տեղը հարկ ենք տալիս սաղ տեղը բայց մեզի չեն գրանցում ու ամենավտանգավոր գործն ենք անում ու ամենաերկար ժամերով ու արդյունքը 0 ոչ է նորմալի փող ենք, այնքան են ծանրաբեռն է, տարի ապրանքները սաղ թանգանում է, բացի տաքսու բանես, մենք չենք ուզում է թանգացում, թող ժողովուրդը մեզ ճիշտ հասկանա, մենք չենք ուզում տաքսին թանգանա, մենք ուզում ենք մեզանից տոկոսները իջացնեն, թող ժողովուրդը սխալ չհասկանա, որ ասում ենք թանգացում, ամեն ինչը թանգանում, ինքը կամաց տարի, սկզբից որ մտավ օնլայն տաքսիներ, 0% էր վարորդին գանձում, կամաց բարձրացրեց 5%, 6%, հիմա դառել է 32%, 26%-ն է, 9%-ը իրա, ասում է, եթե դու ուզում ես նորմալ հաճախորդ, քեզի այս տարածքում քեզի հաճախորդ, էսի նշում ես այս տարածքինը, 9% ավել վճար տալիս ես, դառնում է 32%, պատկերացնում եք 26%-ից 9%, ոնց որ ասած խոշոր շահում, եթե ուզում ես քեզ այս տարածքում թանկ տարիֆ է, ուզում ես նորմալ հաճախորդ, 9% ավել մուծի, քեզի կտանք խոսքի լավ հաճախորդ։ Ուտեն ծլնում է, վարորդին գնում ես տեղ ես հասնում, մեկ է տենում ես ատմենա են անում, բայց հաճախորդին ասում ես դու ատմեն արիր, ասում է չէ ախպեր, ձեր ծրագիրն ատմեն արե, ասում են ոնց մեր ծրագիրը, ու տենում ենք այդ ծրագիրը իրոքից ատմենա ու էլեկտրական այս թազա ավտոներին է տալիս, իրա ավտոներին է տալիս, հիմա
Yandex կազմակերպությունը պարկերը ուզում է պարկերին փագի կոպիտ ասած։ Հիմա պարկեր կան 4% առաջ 4.5%-ից էր, հիմա իր մասնավոր պարկերին վերելա, մցրել է Հայաստան 3 հատ, ինչքան գիտեմ, մասնավոր պարկեր ունի 0.8%-ով։ Եթե պարկերը ուզենան այդ 0.8%-ով, իրանք չեն կարող աբառոտ ունենան, որովհետև իրանք աշխատողի փող են տալիս, հարկ են տալիս պարկերը։ Ես զարմանում եմ այդ պարկերը ոնց են կարող 0.8%-ով խոսքի վարորդ ընդունեն։ Իսկ կներեք, երբ է սկսել կիրառվել այդ հարկաչափը, որը ձեռնտու չէ վարորդներին։ Ամեն տարի թանկանում, ամեն տարի թանկանում է, արդեն մեր պայքարը 3 տարի է։ Մենք 3 տարի պայքարում ենք, բայց մեզի ոչ մեկ լսելի չի։ Մենք միշտ հավաքվել ենք ձորում, Նաբերեժնի այն ձորը, դար 21-ի հարևանությամբ։ Չգիտեմ, դուք մի օր եկած կլինեք, ընդ էլի լրատվամիջոցներ եկել են, ամեն տարի հավաքվել ենք մենք։ Մի խոսքով այդքան է։ Ավելացնելու ինչ-որ բան ունեք։ Ավելացնելու են ունեմ, որ բոլոր վարորդները պիտի միասնական լինեն, այս հարցին լուծում տան։ Այսօր այս մարդկանցով չի, որ մարդիկ իրանց գործից կտրվում են, ասում են, ականջի հետև դնենք, մեկը կլուծվի էլի, հենա մարդիկ գնում են այդքան։ Չէ, բոլորը պիտի գաք այդ ստորագրահավաքը, բոլոր վարորդները դնեք ձեր ստորագրահավաքը, որ վերևները որ տենան, որ չասեն, այդ 600 հոգին է, 700 հոգին է, հելը ոտի, որովհետև Yandex-ը ունի օփշի, Yandex on-line տաքսիները ունի 600,000, ասում եմ 600, 120,000 աշխատող։ Պիտի բոլորս, եթե ուզում եք արդյունքի, պիտի բոլորս հելենք ոտի, վարորդներով։